Այսօր իմ ելույթը հայերեն լեզվով մենք կխոսանք ամենակարևոր խնդիրների մասին, հայ աշխարհի։ Ես համարում եմ այսօրվա իմ ելույթը ամենակարևոր ելույթներից։ Մենք պիտի հասկանանք իրար հետ, ինչ է նշանակում հայ աշխարհը և ոնց մենք պիտի հասկանանք հայ աշխարհի իմաստը։ Դա շատ կարևոր է։ Ես որպես հայ դիմում եմ ձեզ հայերին և կփորձեմ հոգու խորքից կիսվեմ ձեր հետ իմ հասկացածով, ինչ որ ես եմ հասկանում, ոնց ես եմ ընդունում, հաշվի առնելով իմ կյանքի փորձը։ Ես 48 տարեկան եմ և այսօրվա ելույթը կարամ ասեմ իմ փորձի, իմ հասկացողությամբ բացատրությունն է, ոնց եմ ես բացատրում, ոնց եմ ես հասկանում և այն տեղեկատվություններով, որոնց մեջ ես չեմ կասկածում, ուզում եմ կիսվեմ ձեր հետ։ Շատ հարցեր եմ ես ստանում, ինչումն է ամենակարևոր հայերի խնդիրը։ Աշխարհի հայերի հիմնական խնդիրներից է կրթության խնդիրը։ Անկրթված ազգ նման է երեխուն, որը մտնում է սենյակ, որտեղ նստած են մեծ տարեցու մարդիկ և փորձում է այդ տարեցու մարդկանց հետ հավասար խոսա և հարցեր լուծի, իր դիրքը պահպանի։ Մեր ազգը այսօր նմանվում է այդ երեխուն։ Դա շատ կարևոր է հասկանալ, ընդունել։ Ինչի է այդպես։ Մենք ազգ ենք, որը որոշ քայլեր կատարելով անբացատրելի, շատ վաղ, շատ դեպքերում, շատ խնդիրների տոկոսը, որ ունի, ինքն իրեն հեղինակն է այդ խնդիրներում։ Բերեմ օրինակ, հարգելի հայեր։ Մենք ունեցել ենք գրական լեզու, ընդհանուր գրական լեզու, ի սկզբանե մենք ունեցել ենք գրաբարը, մինչև գրաբարել ունեցել ենք հայկական լեզու, բայց ֆիքսված հայկական լեզու, առաջին ֆիքսված, որը մենք ընդունում ենք որպես հայերենը, գրաբարն էր։ Գրաբարից հետո մենք ունեցել ենք միջնահայերեն, միջնադարի հայերենը, որ էլի ֆիքսված է գրականության մեջ։ Դրանից հետո մենք ունեցել ենք արդի գրական լեզու։ Այդ գրական լեզվով օգտվում էին բոլոր հայերը ամբողջ աշխարհում։ Նույն ժամանակ մենք ունեցել ենք երկրորդ գրական լեզու, տրանսիլվանա հայերենը։ Դա Տրանսիլվանիայի, Ռումինիայի, հիմիկվա Ռումինիայի մեծ մասի հայերի գրական լեզուն է։ Դա բարբար չի, դա գրական լեզու։ Երկու գրական լեզու ենք ունեցել, լոկալ փոքր Ռումինիայում և մեծ, որը օգտագործել են աշխարհի բոլոր հայերը։ Եվ 19-րդ դարում մենք ստեղծում ենք երկրորդ գրական լեզու, կիսելով ազգը երկու մասի։ Ով է ստեղծել այդ խնդիրը։ Հասկանալի է, որ արտասահմանյան հետախուզական կենտրոնները ազդել են այդ ընթացքի վրա, այդ լեզու ստեղծման վրա։ Մտածեք դրան մասին։ Հիմա մենք ունենք մի մեռած գրական լեզու, տրանսիլվանա հայերենը, որը տիրապետում են 20-30 հոգի մարդ,
ամբողջ աշխարհում հիմնականը Ռումինիայում, Արմենոպոլիս հայակահակ քաղաքում, որը հիմա կոչվում է Գերլան, մենք ունենք արևմտահայերենը, գրական լեզու եւ մենք ունենք արևելահայերենը, որը ստեղծված է 150 տարի առաջ, մոտավորապես ավելի, եւ հիմա պետական լեզու է Հայաստանի Հանրապետությունում։ Լեզվաբանական տեսակետից ազգը կիսված է։ Լսել եմ վերջի Կիլիկիո, Մեծտան Կիլիկիո կաթողիկոսի ելույթը, շատ կարևոր ելույթ է։ Մեծտան կաթողիկոսը ասում է, որ քրիստոնեությունը, հայ քրիստոնեությունը դա մեզ համար որպես մեր կաշին է, մեր մաշկն է։ Ոնց դրան պիտի վերաբերվենք այդ արտահայտությամբ։ Եթե մենք կրոնական խումբ ենք, հայ առաքելական եկեղեցու հավատացյալներ, ուրեմն շատ դրական է այդ ելույթը։ Ես հայ առաքելական եկեղեցու զավակն եմ։ Ես քրիստոնյա եմ եւ կրկնեմ, զավակն եմ հայ առաքելական եկեղեցու։ Բայց լսելով այդպիսի նախագիծ ընդունելով, ինչ որ ասում է հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսը, Արամը, Մեծտան Կիլիկիո կաթողիկոսը, այն մարդը, որ եթե չհաշվենք դաշնակցության հետ իր համագործակցությունը, ամենամաքուրը 4 այլ ինքն էլ հետը առաջնորդների հայ առաքելական եկեղեցու, մենք սահմանափակում ենք մեզ ոչ թե որպես հայ ազգ, այլ որպես էթնո կրոնական խումբ, հայ առաքելական եկեղեցու զավակներ։ Կրկնեմ, որ մենք ունենք 4 աթոռ, բոլորդ գիտեք, հայ եկեղեցում, Երուսաղեմի պատրիարխատը, Պոլիսի պատրիարքարանը, Մեծտան Կիլիկիո աթոռը եւ Էջմիածնի համեն հայության աթոռը։ Հաշվի առնելով, որ Պոլիսի պատրիարքարանը շատ հաջողակ գործում է որպես եկեղեցական մարմին, բայց գտնվում է Թուրքիո ազդեցության տակ, հասկանալի է, որ Պոլիսի պատրիարքը չի կարող արտահայտվի այն ձև, որ ամբողջ ազգը իրան լսի։ Երուսաղեմի պատրիարքը, որի սխալ քայլերի եւ կյանքի պատճառով համարյա կործանվեց հայ թաղամասի 25%-ը, էլի չի կարա դիմի ազգին։ Ամենայն հայոց կաթողիկոսը եւ պատրիարխը Էջմիածնի հաշվի առնելով իր ապրած կյանքը դժվար թե կարա լինի համահայկական ընդունված հեղինակավոր անձ։ Մնում է Կիլիկիո պատրիարխը, Մեծտան Կիլիկիո, որը համարյա կատարյալ է, եթե համեմատենք այլ 3 աթոռ ղեկավարող առաջնորդների, եթե չհիշենք, որ գտնվում է դաշնակցության ազդեցության տակ։ Հիմնական դաշնակցության արդյունքը գործունեության յենի թուրքերի գալը Օսմանյան կայսրությունում եւ հայկական եհերն է։ Մենք կորցրեցինք մեր պատմական հայրենիքի 90%։ Ինչ է ասում Մեծտան Կիլիկիո պատրիարխը, որ հայ է այն մարդը, ով հայ առաքելական եկեղեցու զավակն է եւ վերջ։ Ուրեմն ով են հայ կաթողիկ եկեղեցու հայերը։ Ով են իրանք։ Հայ են, թե հայ չեն։ Հայ կաթողիկ եկեղեցու զավակները կազմում են հայերի ամբողջ հայության 8%-ը, 8% ամեն 12-րդը, եթե հաշվարկենք քրիստոնյա հայերում։ Ով են իրանք։ Այն հայերը,
ովքեր հունական ցես են ընդունում, օրթոդոքս կամ ուհապար կոչվում են հունական ցեսի, իրանք կազմում են մոտ 5%, իսկապես ավելի ավել, բայց արդեն զուլված են հունական ազգի մեջ, և ռուսների մեջ, ավելի կան և վրացիների մեջ, ավելի կան 5%, ով են իրանք, եթե հայ է մենակ այն մարդը, ով հայ առաքելական եկեղեցու զավակն է, բոհոգական պրոտեստանտ հայերը, որոնք էլի մոտավորապես 5% են կազմում, ով են իրանք, եթե մենք ուղևորվում ենք մեծ տան Կիլիկիո կաթողիկոսի պատրիարքի ասածներով, մենք գալիս ենք այն եզրակացության, որ ավելի քան 2 միլիոն հայ, որոնք համարում են իրենց հայ, որոնք հայ քրիստոնյա են, հայ չեն։ Հետ մենք անդրադառնում ենք հիմա մենակ քրիստոնյա հայերին։ Ով են այն հայերը, որոնք պատկանում են սուննի մուսուլման Թուրքիայի, Սուրիայի հայերին, ալևի Թուրքիայի և ալավի Սուրիայի հայերին, ով են այդ հայերը, որոնք ավելի կան 7 միլիոն են, այն մարդիկ, ովքեր ունեն հայկական ծագում, ովքերից մի մասը մինչև հիմա իրենց գյուղերում խոսում է հայերեն, մի մասը ընդունում է, որ իրանք հայ են, մեծ մասը չի ընդունում և այլն և այլն, ով են իրանք, ով են այն ժողովուրդների ներկայացուցիչները, որոնց մասին ես շատ պատմել եմ, ովքեր ունեն հայկական ծագում, որոնք միլիոններ են կազմում և ապրում են Բալկաններում, Միջին Արևելքում և աշխարհի այլ մասերում, ով են իրանք։ Հայերը պիտի, երիտասարդ հայեր, լսեք ինչ եմ ասում, պիտի ընտրություն անեն։ Հայերը մեծ հայ ազգ են, թե հայ առաքելական եկեղեցու զավակների միաբանություն են։ Տենց պատահեց, որ եթե վերցնենք միայն այն մարդկանց, ովքեր ճշգրիտ հայ են, հայ առաքելական եկեղեցու զավակները կազմում են 50%։ Եթե հաշվարկենք նաև այն ժողովուրդները, որոնց կարելի է բերել որպես դաշնակից դեպի հայերին և որոնք ունեն հայկական ծագում, հայ առաքելական եկեղեցու զավակները կազմում են 15%։ Ամբողջ հայ արյունից։ Եվ դա շատ կարևոր հարց է։ Հիմնական հայ մտածելակերպը մենք ունենք հայկական, պոստխորհրդային, որը կամզվել է սովետական Հայաստանում, և ունենք գաղութային, որը կամզվել է Սուրիայում, Լեբանանում և Ֆրանսիայում և հետո տարածվել է այ գաղութներին։ Երկուսն էլ սահմանափակում են հայ ազգը փոքր ավանդույթների և հասկացողությունների մեջ։ Եվ եթե հայ ազգը չընդունի հայ ազգի մեծ ցավալը, լայն շրջանակները, հայ ազգը հաշվի ունենալով թշնամիների շարքը, դեմոգրաֆիկ իրավիճակը և ամբողջ աշխարհում շարունակող սպիտակ եղեռն է, որ հայերը ձուլվում են, շուտով կանահայտանա։ Երկու տարբերակ կա. հզորության տարբերակը և պայքարի և կործանման։ Դրա համար ես կողմնակից եմ այն մտքի, որ հայը այն մարդը, ով ամենակարևորը, ունի հայկական գենոմը, արյունը, DNA, այն մարդը, որ իրան համարում է հայ, կամ պոտենցիալ կատարած աշխատանքից հետո իրան կհամարի հայ։
Դա է հայ մարդը։ Ինձ համար։ Նույն ժամանակ ես մնում եմ քրիստոնյա եւ հայ առաքելական եկեղեցու զավակ։ Ընդունելով Աստծուն, որին մենք հավատացել ենք միջև քրիստոնեության հայտնվելը, որին մենք հավատացել ենք ըստ շումերների տվյալների, միջև ավետարան, տորան եւ հորանը ստեղծել։ Այդ ամենի մասին գրված է վերջի հայ էնցիկլոպեդիայի, որը դուք կարող գտնեք իմ YouTube-յան ալիքի բովանդակության մեջ, վերջի հոդվածում հայերեն լեզվով, որ դուք կարող ուսումնասիրեք, հասկանաք եւ ընդունեք։ Դա մի հասկացողություն։ Անկրտությունը, կրտության պակասությունը հայերի մեջ ինչ է նշանակում։ Բերեմ ձեզ օրինակ։ Լատինական Ամերիկայում, որը սկսվում է ամենի Ամերիկայի Միացյալ Նահանգների հարավային սահմանին եւ վերջանում է Չիլիի եւ Արգենտինայի Անտարկտիդայի կից տարածքներում ապրում է կես միլիոն հայկական ցակում ունեցող եւ ավելի, ես խոսում եմ դրանց մասին, ով գիտի, որ իրանք ունեն հայկական ցակում, հայեր։ Այդ հայերը ունեն մի հասկացողություն հայերի մասին։ Միջին Արևելքում ապրում է նույն կանակությամբ, մնացել է նույն կանակությամբ, շատ ավելի շատ էր այդ կանակությունը, մոտավորապես կես միլիոն հայություն, որոնք ունեն առանձին մտածելակերպ եւ հասկացություն, ինչ է նշանակում հայը եւ հայ աշխարհը։ Հայաստանի Հանրապետությունում էլի առանձին հասկացողությունն է եւ աշխարհի ամեն մի մասում մենք ունենք տարբեր հասկացություններ եւ ինֆորմացիա, ինչը նշանակում հայը եւ հայ աշխարհը։ Ինչի է դա տենց։ Դա տենց է դրա պատճառով, որ հայերը չունեն ընդհանուր միացված գիտելիքների ցանց հայերի մասին։ Եվ իմ ընկերները, իմ գործընկերները աշխատում են այդ ցանցը ստեղծելու համար։ Դա շատ կարևոր է։ Ընդհանուր օրինակ բոլորի համար հայերի մասին, ինչը նշանակում Հայաստան։ Ձեզ հարցնում են, պատմական Հայաստանը ինչից է բաղկացած։ Մեկը ասում է մեծ հայքն է պատմական Հայաստանը։ Մեկը ասում է մեծ հայկը եւ փոքր հայկը։ Մյուսը ասում է մեծ հայկը եւ Կիլիկիա։ Հարգելի հայրենակիցներ, կան ճշգրիտ տվյալներ, ինչը նշանակում Հայաստանը։ Հայաստանը, լսեք, այդ ելույթը ես դրա համար եմ այսօր անցկացնում, որ այդ հարցերը, պրիմիտիվ հարցերը չծագեն ձեր ուղեղի մեջ, որ դուք ունենաք շիտակ, շատ կոնկրետ հասկացողություն։ Մեր պատմական հայրենիքը, հայկը, կանզված է 4 մասից։ Դա մեծ հայկն է, մեկ մասը, դա փոքր հայկն է, մյուս մասը, դա Կիլիկիան եւ հայոց միջագետքն է։ Էհել է 4 մաս եւ հիմա կա 4 մաս։ Եվ ուրիշ ամենը ինչ որ խոսվում է դրա մասին, անգրագիտություն է։ Էդի հայրենիքի մասին ասեցի, որ դուք հասկանաք։ Դա շատ կարևոր է։ Ինչ որ վերաբերում է լեզուների մասին, շատ տարական տեղեկատվություն եմ տալու ձեզ, որ դուք հասկանաք։ Մենք ունենք 5 հայկական լեզու այսօր, որոնց հիմքը հայկական է։ Հիմա կբացատրեմ ինչ նկատի ունեմ։ Մենք ունենք գրաբարը, ամենահին եւ մաքուր հայկական լեզուն։ Մենք ունենք միջնահայերենը, միջնադարի հայկական լեզու եւ ունենք 3 հայկական լեզու, մեկը հիմա չի օգտագործվում, մահացած լեզու է, տրանսիլվանա հայերենն է։ Երկուսը կան, արամտահայերենը եւ արևելահայերենը։ Բայց
Դուք պիտի հասկանաք, որ մենք ունեցել ենք հայկական լեզուներ, որոնք ստեղծվել են ոչ հայկական հիմքի վրա, և ունեցել ենք հայեր, ովքեր օգտագործել են այդ լեզուները, առանձին լեզուները, ոչ թե ուրիշ ժողովուրդների լեզուները, որպես մայրենի հայերեն լեզու, բայց այդ լեզուները հայկական արմատ չունեին։ Մեկը այդ լեզուներից թաթա հայերեն է, որը բնորոշ էր հիմիկվա Ադրբեջանի տարածքի 30%-ի հայերի համար, թաթա հայերի համար։ Դա այն իրանական լեզու է, որը օգտագործվել է մենակ հայերի կողմից, յուրահատուկ իրանական լեզու, թաթա հայերեն, որը ստեղծված էր ընդհանուր ոչ հայկական հիմքի վրա, այլ իրանական լեզուների հիմքի վրա, և օգտագործել են այդ լեզու բնիկ հայերը հիմիկվա Ադրբեջանի տարածքի այն վաղ, երբ ոչ մի թուրք ներկայացուցիչը չի ապրել Արևելյան Հայաստանում և Կովկասում։ Թաթա հայերեն, հիշեք դրա մասին։ Ես տարական գիտելիքներ եմ ձեզ ասում, որ դուք հասկանաք և ընդունեք, տարական, շատ պրիմիտիվ, բայց ցավոք մեծամասնությունը տեղյակ չի։ Երկրորդ լեզուն հռչակա հայերենը, հատուկ թուրքական լեզու, հռչակների, կումանների, որը եղել է հիմնական լեզու հայերու համար, որոնք ապրել են Ռումինիայից մինչև կենտրոնական հիմիկվա Ռուսիա տարածքում հայ զինվորներու լեզուն, որը տարբերվում է մյուս թուրքական լեզուներից, և այդպիսի լեզուն հռչակա հայերենը, բիզդիլի մեր լեզուն, օգտագործվել է մենակ հայերու կողմից։ Նաև մենք ունենք դերվիշա հայերենը, որը փակ խմբի դերվիշների լեզուն էր միջին արևելքի հայերու, և մենք ունեցել ենք Փաքրաթունի հայերենը, որը բնորոշ էր հյուդացեսական հյուդա հավատացյալների հայերին, Փաքրաթունիներին։ Այլ լեզուներն էլ ունեցել ամենափոքր, ամենամեծը նշեցի, որ դուք հասկանաք։ Տալիս եմ ձեզ ընդհանուր կոդիկացված հայերու մասին գիտելիքները, որ ամեն մեկը պիտի իմանայինք փոքր վաղտվանից, բայց ցավոք մեր հին գաղութները, որոնք հին չեն, բայց եղեռնից հետո են կանզված եղել, և սովետական Հայաստանը և այդ մտավորականությունը չի տվել ձեզ հայեր, հիմնական երիտասարդ հայեր այդ գիտելիքներ, և ցավալի է, որ բնական, տարական ինֆորմացիան ես ձեզ պիտի պատմեմ և տամ, որ դուք հասկանաք ինչ է նշանակում հայ աշխարհ, դա շատ կարևոր է, հարգելի հայրենակիցներ։ Դրա համար ամենակարևոր հարցը հայերի համար ընդհանուր ինֆորմացիոն դաշտի ստեղծումը։ Մենք սկսել ենք այդ աշխատանքը ես իմ գործընկերներով 2 տարի առաջ, և մենք ստեղծել ենք հայկական էնցիկլոպեդիան։ Այդ էնցիկլոպեդիան անվճար է ուսումնասիրելու համար, անվճար է, լսեք, ուղղակի պետք է օգտվել լինկով, մտնել, ուսումնասիրել և կարդալ և սովորել մեր ազգի մասին գիտելիքները։ Ամեն մի վիդեոյի տակ կա լինքը, ուղեցույց լինքը, որ դուք կարաք օգտվեք և դառնաք բաժանորդ, և պետք չի ոչ մի գումար ծախսել դրա համար, դուք կարաք անվճար ուսումնասիրեք և կարդաք հայկական պատմություն, ամբողջությամբ և աշխարհի։ 27 գիտնական է աշխատում, ու մենք դա ֆինանսավորել ենք, հույս չդնելով հայերին, հաշվի առնելով, որ հայի համար, շատերի համար ցավոք, գումար տալ հայ գործի համար հավասար է ընտանեկան մեծ ահետի։ Չեն ուզում հայերը ոչ մի բան անեն, մանավանդ, որ ֆինանսական ձևով օգնեն հայ ազգի, բայց դա մեր վրա չի կարա ազդի, մենք շարունակում ենք, հարգելիներս, շարունակում ենք։ Եթե ձեզանից 1000-ից մեկը ավելի վրա հույս չեմ դնում, կուզենա օգնել հայ նախագծերին և մեր աշխատանքին, հայ էնցիկլոպեդիաներին, YouTube-յան ալիքի էջում կան հնարավորություններ, ոնց դա անել, կամ դառնալ
հովանավոր YouTube ալիքի, կամ PayPal-ով օգնել, կամ դառնալ էնցիկլոպեդիայի բաժանորդագրվել էնցիկլոպեդիային դառնալ անդամ։ Բայց ձեզ ասեմ, զարմանքով դուք կհասկանանք, մենք 7 հոգով հիմա ֆինանսավորում ենք 3 հայկական նախագիծ, 7 հոգով։ Ու ձեզ ասեմ, որ այն ֆինանսները, որոնք հայերը ուղարկում են այդ նախագծերին, այլ հայերը, կազմում են 3-ից 7% մեր ծախսերի, մի ամիս 3%, մի ամիս 7%, ու ես խոսում եմ հարյուրավոր հայերի մասին, պատկերացնում եք, դա է մեր ազգի վիճակը, դա պետք է փոխել։ Հայաստանը պիտի լինի ապաստան, ապահով տեղ հայության համար, դա 3-րդ մեր նախագիծն է, հիմա կպատմեմ ձեզ համար այդ նախագծի մասին։ Ուրեմն, առաջին նախագիծն է գիտության նախագիծը։ Էնցիկլոպեդիան, որը ստեղծվել է, ամեն մեկը կարա անվճար սովորի հայ պատմությունը, ով կհամարի, որ չի աղքատանա մի քանի դոլար ուղարկելով գիտնականներին, մենք հովանավորներ ենք, գիտնականներին կարա այդ գործը անի, ով կհամարի, որ ի վիճակի չի 5 դոլար ուղարկի, ուրեմն թող ձրի սովորի։ Հետի մեկ։ Երկրորդ նախագիծը, որ մենք իրականացնում ենք երկար ժամանակ, հայ աշխարհի զինվորականների միավորումը, ինչի համար, որ իրանք օգտակար լինեն Հայաստանում, և կարևոր չի, ով է ղեկավարում Հայաստանը։ Ես հույսը կտրել եմ բոլոր վերջի 30 տարվա հայ ղեկավարներից, նաև չեմ ուզում իրանց մասին խոսամ, ոչ կրիտիկայի ենթարկեմ, ոչ ընդհանրապես հաշվի առնեմ, մենք ուղղակի մտածում ենք հայ աշխարհի մասին, հայ ազգի մասին։ Դա երկրորդ նախագիծն է, այդպիսի միության զարգացումը հայ զինվորականների Արգենտինայից մինչև Չինաստան։ Եվ երրորդ նոր նախագիծը, և բոլոր այդ նախագծերը միանում են ընդհանուր ինֆորմացիոն ցանցի ստեղծման մեջ։ Եվ երրորդ նախագիծը, ապաստան ստեղծելը։ Մենք մտածում ենք հիմա, որ Հայաստանում պիտի լինեն ապաստան տեղեր երիտասարդ հայերու համար։ Շատ երիտասարդ հայերը մենակ են գտնվում տարբեր աշխարհի երկրներում։ Հայերի հետ չեն շփվում, հայերի օգնություն չունեն, լինում է, որ գտնվում են ծանր վիճակում։ Ամեն մեկը պիտի իմանա, որ Հայաստանում տեղ կա, որտեղ կարա գա, ապրի, մշակի հող, աշխատի իր քրդինքով վաստակած գումարը և ապրի։ Դա շատ կարևոր է։ Մենք հողի ժողովուրդ ենք, մենք աշխատասեր ժողովուրդ ենք, երբ պիտի ոչ մի նոր բան չպիտի հնարենք։ Շատ այլ նախագծեր կան ու կամաց այն ցանցը, որը ստեղծվել է իմ ավագ ընկերներու կողմից, տասնյակ տարիներ առաջ շատանում ու շատանում է։ Ես միայն մասնակից եմ։ Ես ոչ մի շարժում չեմ ղեկավարում, ես խոսում եմ դրա մասին, պատմում եմ շատ այլ հայերի մասին, որպես այլ իմ գործընկերները, որոնք չեն բաց ձևով արտահայտում իրենց մտքերը, բայց մեծ գործ են անում։ Դա է, հարգելի հայրենակիցներ, այն խորը իմաստները, որը ես ձեզ ուզում եմ տեղյակ պահեմ։ Բաժանորդագրվեք իմ ալիքին։ Դա մենակ իմ ալիք չի, համահայկական ալիք է։ Եվ իմ ընկերները, այն մտքերը, որ ես արտահայտում եմ իմ արդի ընկերներին և իմ զոհված հայ ընկեր պատրիոտների մտքեր են։ Այն մարդկանց, որոնք զոհաբերել են իրենց, երբ ես եղել եմ փոքր երեխա, մինչև այդ, որ ես իրանց չեմ ճանաչել, և ես եղել եմ երիտասարդ, որ իրանք միշտ կռիվ են տվել հայ շահերի համար աշխարհի տարբեր տեղերում,
տասնյակ տարիներ Եհեռնից հետո, առանց կանգնելու։ Ես իրանց մտքերը, իրանց կարծիքները կիսում եմ ձեր հետ և կշարունակեմ։ Եվ այդ ամբողջ իմ ելույթները կմնան հավերժ ինձանից հետո, դա է կարևոր։ Շատ երիտասարդ հայեր միանում են մեզ և շարունակելու են այդ գործը։ Ամենակարևորը դա է։ Հարգեք իրար, սիրեք իրար, հայ եղեք, հայը հային պիտի հարգի ու սիրի, հայը հային պիտի օգնի։ Եթե նաև շատերը չեն գործում այդպես, ուշադրություն մի դարձրեք, դուք գործեք, դուք եղեք հայ։ Դա է կարևոր։ Եթե դուք հիասթափված եք, եթե դուք կորցրել եք ներքին ուժը, դա չի նշանակում, որ իրականությունը ստիպում է ձեզ այդպիսի ձևով ընդունել աշխարհը։ Դա նշանակում է, որ դա ձեր թուլությունն է։ Իսկ թուլությունը իմաստ չունի։ Մենք ծնվում ենք և մահանում ենք, և ապրած ժամանակը պիտի ապրենք շատ հաջող կատարյալ ձևով։ Մի հանձնվեք ոչ մի դեպքում։ Հավատացեք, ես եղել եմ շատ ծանր վիճակներում իմ կյանքի ընթացքի մեջ, որոնցից ոչ մի ելք չկար, ընդհանրապես։ Բայց ես ամենակարևորը հաղթել եմ ինձ։ Ես ասել եմ, որ ես չեմ պարտվում, չունենալով ֆինանսական հնարավորություններ, ունենալով վատ առողջություն, ունենալով կյանքին վտանգ, ես չեմ հանձնվում, հույսով իմ արարիչ Աստծուն, աստղերի կողմից տված Աստված հավատքով։ Մեր նախնին Հայկը տվել է մեզ ամենակարևոր իմաստը՝ Աստծու ժողովրդի հասկացողությունը։ Եվ մենք հաջողության համար պիտի միշտ լինենք համապատասխան ուժեղ, ինքնավստահ, իմանալով, որ մի հզոր տիեզերքային ուժ օգնում է այն հայերին, ով մնում է հայ, ով իրան հայ է զգում, և չի օգնելու այն հայերին, ով վախկոտ է կամ կորցրել է հույսը։ Հաղթեք, գնացեք առաջ, խելոք եղեք, խելոք իմաստուն, մտածենք երկար նախագծերով, ոչ թե կարճ։ Դուք մենակ չեք ամեն մեկդ, հավատացեք, շատ հայերը գործում են այդ ուղղությամբ, շատ հայերը և կգործեն, և հայ ազգը, և հայ աշխարհը շատ հզոր է։ Միացեք մեր հայկական շարժման, որը չունի ոչ մի քաղաքական նպատակ, բայց ունի նպատակ կերտել, վերականգնել հզոր հայկական աշխարհ, ուժեղ հայք երկիրը վերականգնել։ Եվ մինչև մեզանից առնվազն մի քանի հոգի կան, մենք հաղթող ենք, մեզ չեն հաղթել։ Հզոր եղեք, ուժեղ եղեք, մի հանձնվեք ոչ մի դեպքում, լավ հայ եղեք, մի նայեք այն հայախոս մարդկանց, որոնք հայ չեն, բայց հայերեն են խոսում ու ձևացնում են, որ իրանք հայ են։ Դուք ճիշտ ապրեք և հայերով միացեք, դա շատ կարևոր է։ Շնորհակալ եմ, որ դուք կաք ինձ հետ, մեր խմբի հետ, այրուց զյամկարության հետ։ Ինչքան մենք շատանանք, այդքան ուժեղ լինենք, որ մեր ազգը կերտենք, դա շատ կարևոր է։ Մասնակցեք տարբեր ձևերով մեր գործունեության։ Ով հնարավորություն ունի, նաև օգնեք ֆինանսական։
Կմասնակցեք դուք ֆինանսական թե չէ, ընդհանրապես մեզ համար կարևոր չի։ Տասնյակ տարիներ մենք մի փոքր խումբ մեր միջոցներից ֆինանսավորում ենք հայկական նախագծերը, աշխարհի տարբեր մասերում եւ շարունակելու ենք։ Բայց իմացեք, որ ամեն մեկիդ օգնությունը շատ կարևոր է մեզ համար։ Մի անգամ էլ ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնեմ, ես հպարտանում եմ, որ ես հայ եմ ու դուք հպարտ ապրեք։ Մինչև նոր հանդիպումներ, շնորհակալ եմ եւ մեծ հարգանքներով Տիգրան Ավագյան։